Ֆիրդուսի, Շահնամե, Նախերգանք, Գովք իշխան Աբու Մանսուրին։ Երբ Շահնամեն գրի առա, կար մի իշխան անվանի, Փահլևան էր անգերազանց, այր, լուսամիտ ու բարի։ Բայց ջահել էր նա առավել, համարձակ ու բանիմաց, նա ինձ քնքուշ ձայնով կանչեց ու սիրալիր խոսք ասաց. Ես ամեն ինչ կանեմ, որ դու անհոգ ապրես աշխարհում, որ մեծարես ֆարսի լեզվով մեր քաջերին բազմանում։ Նա խնձորի շիվի նման պահեց քամուց անվնաս, ինձ այս հողից տարավ մինչև լույս աստղերը երկնահաս։ Նա դժոխքի դուռն էր նետում ամբավ ոսկի փող արծաթ, քանզի մարդ էր մի փառավոր կարեկցող ու ձեռնառատ։ Բայց անվանի այդ հերոսը ափսոս գնաց այս կյանքից, ընկավ ինչպես նոճին այգում հողմի ահեղ հորձանքից։ Ավաղ, գիտեմ, մահից հետո նորից աշխարհ չի գալու, ոչ կլսեմ քաղցր խոսքեր, ոչ երեսն եմ տեսնելու։ Այժմ չունեմ հովանավոր, ես, որ գլխիս վայ տալիս, լացող ուռու ճռների պես հեծեծում եմ ու լալիս։ Նա մի անգամ ինձ մոտ եկավ, տվեց բարի մի խրատ, թե Շահնամեն հանձնի շահին, փող կստանաս դու առատ։ Եվ այդ բարի խոսքից նրա ուրախություն պատեց ինձ, հոգիս անչափ պայծառացավ, թեթևացա հոգսերից։ Հենց այդ օրից ձեռնարկեցի իմ Շահնամեն դժվարին, հանուն բարձր տիրակալի, հանուն շահի ու գահի։